Հիմա իրանք չեն գնում են մեր այդ խաղացան, իրանք գնում են կապիտուլյացիայի ստորագրման, իրանք դրան են տանում։ Այդ ուրիշ բան որ Նիկոլը խափում է հասարակությանը անունը դնում է խաղաղություն, բայց դա բացայտ դավաճանություն է։ Պրոստը ես նաև չեմ կարևորել արժեքները, որովհետև արժի համակարգի ճիշտ ընկալումը ժողովրդին կբերեր նրան, որ ինքը կարա տարբերի բանը դավաճանությունը կամ ասենք խաղաղասիրությունը իրարից։ Այսինքն դա Նիկոլի արարքը խաղաղասիրություն է, պատերազմից խուսափելու քայլեր է, թե բացայտ դավաճանություն։ Եվ որ հասարակությունը չգիտի դավաճանությունը ինչա, ելնելով արժի համակարգի դեգրադացիայից։ Դրա համար Նիկոլը իրան թույլ է տալի, ինքը ոնց է ասում, ես շատ ողնուղեղով զգում եմ ժողովրդի էմոցիաները։ Չէ, ուրիշ բան որ ժողովրդել է իրապես արժեքներից զուրկ կամ դեգրադացված արժի համակարգ ունեցող ու ինքը կագեբեն զեկություն է իրան, ըստ մարդկային հենց բանը ասա, հենց սենց ասա, հենց ասա։ Ու ինքը հելում ասում է, հենվելով ժողովրդի այդ դեգրադացված արժի համակարգ ունեցող շերտի վրա։ Ի այդ դեգրադացիան մեր սովետում չի մենակ եղել, 1000 տարի եղել է։ Հիմա քանի դեռ այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են երկրի մասին, չկարողանան հասարակության վերականգնեն արժի համակարգը, այսինքն ինչ է դավաճանությունը, ինչ է հավատարմությունը, կամ ասենք, պրիմիտիվ ասեմ, ինչը բարի է, ինչը չար, ինչը լավ է, ինչը վատ։ Եթե մենք չենք կարող հասարակությանը տանք, հասարակությունը դա ինտուիտիվ ինքը անձնական շահով է դիտում։ Իրան ինչ լավ է, դա համարում է լավ, այն մյուսը ոչ իրան որը լավ չի, դա չար է համարում։ Ու դա վերագրում է նաև պետության հետ կապված, այսինքն եթե ես իմ մասին մտածում եմ լավա, վատա, բարոյական, անբարոյական մի կողմ, բայց ես սկսել եմ այդ նույն չափորոշիչով դատել պետության վրա, այսինքն ձեր փոխարեն ձեր համար, մյուսի փոխարեն մյուսի համար, այս սա է որ դեգրադացիա ու Նիկոլը դա իմանալով փոխանակ ինքը դա փորձի շտկել, եւ որ խոսում է իրական կամ պատմական Հայաստանի հակադրությանից ոչ, ինքը նախ պետք է ժողովրդին դարձնի ճիշտ արժի համակարգ կրող, այդտեղ ժողովրդին ինքը ընդունակ կլի ճանաչելու իրական Հայաստանը որն է երբ է պետք, պատմական Հայաստանը որն է երբ պետք չի ու երբ է պետք։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ արժե համակարգի այսպես ռահվիրա լինել, երբ որ մենք պատմության եկեղեցու այդ բոլոր ոլորտներում մենք հակառակ պրոցեսներն ենք տեսնում։ Չէ, դրա համար ասում ինքը դավաճան է, էլի։ Այսքան որ խոսացի, որ ասում եք ոնց կարա լինի, ինչ ասում եմ Նիկոլի օրոք չի կարա լինի, դա ես դա եմ ասում։ Բայց կարող է լինել նոր իշխանություն ու շրջադարձային, բեկումնային բան լինել։ Դե պետք է այդ ձևի մարդ լինի, որ արժեքները ինքը կարևորի, ինքը հասկանա մեկ ու ձևավորի տեքստին, որոնք արժեքներ են հասկանում, տարբերում են արժեքը որն է, գինը որն է, ինչը որն է։ Հիմա տենց իշխանություն ես չգիտեմ, հիմա մի քիչ դժվար է խոսալ, պատմության մեջ ճիշտ ասած տես մարդիկ քիչ են եղել։ Ես առիթ ունեցել եմ ասեմ, ասեք Մուհամեդն ա եղել տենց։ Նույն Մուհամեդի ժամանակ եղել են արաբական ցեղապետեր ու թագավորներ փոքրիկ, որոնք տենց ապրել են, ոնց կա, ասեք քոշմորի պես ինչ ստացել են ժառանգությունը, ապրել են, բայց Մուհամեդը եկավ հեղափոխություն արեց արժեքների, նույնը քրիստոնեությունն արել, Քրիստոսը, ասենք Մարտին Լյութերն է Գերմանիայում արել արժեքների հեղափոխություն 1517-18 թվերից մինչև 25 թիվը։ Ձեր ելույթում պարոն Հարությունյան, դուք հույս չունեք, որ իրավիճակը շատ անհույս է այս իրավիճակը փոխելու։ Որևէ հույս չկա, կոպիտ ասեմ էլի։ Չէ, ես որ ասում եմ հույս չկա, դա իմ մտածելակերպն է, բայց հույսը կամ անհուսությունը ինձ հետ չի պահում պայքարելուց։ Ես դա համար ինչ օրինակ բերեցի, որ ասեցի, ասենք Հայրիկյանը բանը որ պայքարում են, ոչ չէին նստում ասում ինչ է լինի մենք մեզ պարտված չենք համարի, թեկուզ պարտվենք բան։ Տենց հարց չկա, իմ համար չկա տենց հարց։ Ինչքան էլ ես հույսով լինեմ, թե անհույս լինեմ, ես մեկը պայքարել եմ դրա վրա, ինչ կստացվի չգիտեմ, նայելով իրականությունը հուսահատվածություն կա մոտս, բայց դա ինձ մի այսքան փոքր չի հետ պահում այդ պայքարից, որ արդյունք լինի, դե հիմա անհույս պայքարել այնքան ա եղել տենց, իսկ շատերը, ասենք Ֆրիդ Քեմալը հենց վրա սկզբից հավատում էր, որ իր մոտ կստացվի, թե գեներալ դե Գոլին էր, որ գնացել էր Անգլիա, մտածում որ անպայման կստացվի։ Այն ասեց այն ժամանակ, ասեց ես համոզված էի, որ կհաղթենք, երբ որ Գերմանիան նաև սովետական միության վրա հարձակվեց ու որից հետո էլ Ամերիկային պատերազմ հայտարարեց։ Այդ այսինքն դա 41 թվականին, 41-ի կեսերից սկսած։ Դե մինչև այդ Նանսկի ոչ մի անգամ էլ դրա մոտ որ կարդում չեմ տեսել, որ ինքը համոզված է եղել, որ անպայման Գերմանիային հաղթելու է։ Ուզում ասեմ, այդ հույսով լինելը կամ անհույս, ի վերջո նաև մեր պայքարով կարող է հույս ստեղծենք,
Այսինքն նախ ինքս իմ համար հույս ստեղծել, մյուսի համար է, այն մյուսները իմ համար հույս ստեղծել։